Իմիջիայլոց ասեմ, ու դա շատ լավ կարգավորում է, որովհետև հիմա նաև կարծում եմ կուլտուրան փոխվում է, եւ իմիջիայլոց 16 միլիոնի ծրագրերը դրան շատ նպաստում է, որ մարդիկ առանձնատների չափերի փոփոխություն է տեղի ունենում։ Ու սա նորմալ է, որովհետև մարդիկ սկսում են ռացիոնալ հաշվարկել, բա կոմունալ ծախս կա, պահպանման ծախս կա եւ այլն եւ այլն եւ այլն։ Այն խորհրդային միության ժամանակներից, երբ որ շինանյութ եւ այլն տարբեր տրամաբանությամբ էր, մարդիկ ընդհանուր տուն կառուցելիս բան էին անում, պլանավորում էին, ասում են, բա որ բաները, ասենք Գերդաստանի ներկայացուցիչները հավաքվեն, որտեղ են քնելու եւ հարսանիք որը լինի, հյուրերը որտեղ են քնելու եւ այլն, ինչը իմիջիայլոց, ես չգիտեմ, առիթ ունեցել եմ կիսվելու, թե չէ, բայց օրինակ ես այս պաշտոնավարման ընթացքում իմ ճամփորդություններում հետեւյալ մի հետևությունն եմ արել, որ այնտեղ որտեղ պետությունները եւ հասարակությունները պայմանական ասած ուժեղ են եւ զարգացած են, այդտեղ առանձնատների չափերը փոքր են։ Ինչ կապ ունի սա հանրության եւ պետության ուժեղացման հետ։ Ես օրինակ ասենք մի շարք եվրոպական երկրների, որոնք տենց շատ բան են, քաղաքակրթական կենտրոնն են եղել եւ ըստ էության այսօրվա ժամանակակից քաղաքակրթությունը հենված է իրանց ստեղծած արժեքների վրա, երբ որ առիթներ եղել է գյուղերով եւ այլն շրջել եմ եւ տեսել եմ, ես ապշել եմ տների փոքրությունից, առանձնատների փոքրությունից, որը իհարկե սկզբանե նպատակը եղել է այն, որ տաքացնել եւ այլն բան լինի։ Եվ հաջորդ պահին որպես միջին վիճակագրական հայաստանցի մոտ հարց է ծագել։ Բա մի րոպե, բա այս մարդիկ որ պետք է ծնունդ անեին, որտեղ են արել, որ սենց փոքր է իրենց տները։ Եվ բնականաբար ստացել են պատասխանը մոտակա փաբում կամ որովհետև ստեղ հնարավոր չի հյուր ընդունել։ Եվ սա այդ փոքր տները ստիպել է, որ մարդիկ դուրս գան եւ շփվեն իրար հետ։ Դուրս գան շփվեն իրար հետ, այդ շփումը գեներացնում է մտքեր, այդ շփումը գեներացնում է կապեր, այդ շփումը ուժեղացնում է հանրային հարաբերությունները, հանրային հարաբերությունների նոր որակ է ստեղծվում։ Իսկ մենք մեր դեպքում մի փոքր այլ տրամաբանություն է։ Մենք տները կառուցում ենք հիմնականում այնց, որոնցից դուրս գալու կարիք ընդհանրապես չլինի։ Եվ սա իր հետ բերում է հանրային եւ քաղաքական եւ պետականության հետ կապված եւ իրավակարգի հետ կապված որոշակի բաներ, հետևանքներ, որտեւ երբ որ դու ավելի շատ դրսում ես, դու ավելի մեծ շահագրգռություն ունես, որպեսզի իրավակարգը լինի ուժեղ, քան թե դու տանն ես ավելի շատ, երբ որ դու ավելի շատ տանն ես, քո շահագրգռությունը, որ իրավակարգը լինի ուժեղ, ավելի պակաս է։ Որովհետև դու համարում ես, որ իրավակարգ այդ պարագայում քո դռնից ավելի շատ է ներս մտնում։ Իսկ երբ որ դու դրսում ես, ընդհակառակը իրավակարգը ինչքան ուժեղ, քեզ համար դրսում ավելի շատ տնային պայման է ապահովում։ Ու սրանք շատ կարևոր նրբություններ են, որոնք ել եմ ասում, մեր իրականության մեջ չեն ուսումնասիրում, մենք չենք հետազոտում, մենք մեզ չենք ճանաչում բավարար չափով, բայց մենք պետքա դա անենք անպայման։ Իմիջիայլոց Տիկին Անդրեասյան, սրանք շատ կարևոր թեմաներ են, եւ կառավարությունն էլ այս թեմաները նաեւ գիտության զարգացման տրամաբանության մեջ պետքա մենք այս թեմաները դնենք մեր գիտական հանրության առաջ, որպեսզի մենք այդ հետազոտություններով կարողանանք մեր որոշումները ավելի լավ ճանաչել եւ մեր կարիքները ավելի լավ ճանաչել։ Հիմա օրինակ 16 միլիոնի ծրագրերը մեր գյուղերը փոխում է, որովհետեւ լրիվ ուրիշ կուլտուրա է ձևավորվում։ Հիմա ասենք ես վստահ չեմ, կարող ենք օրինակ հետազոտություն անել, թե օրինակ մեր գյուղերում, ասենք օրինակ Բերքաբեր գյուղը, որ ամենաշատ ինքը իր ծավալի համեմատած ամենաշատ օգտվող գյուղերից մեկն է։ Կարելի է հետազոտություն անել, մինչև 16 միլիոնի ծրագիրը քանի տուն կար գյուղում, որ կառուցվել է նախագծով, եւ հիմա քանի տուն կա, որ կառուցվել է նախագծով։ Ես համոզված եմ, որ այստեղ թվերը, տեսակարար կշիռները, իսկ նախագծով տունը ուրիշ մտածողություն է։
Նախագծով կառուցված գյուղը, նախագծով կառուցված քաղաքը, քաղաքաշինությունը առաջին հերթին մտածողություն է։ Մենք դրան ուշադրություն չենք դարձնում։ Դա պատ չի ուղակի մեր փողոցները եւ այլն, դրանք ձևավորում են մեր մտածողության ձևը, մեր շենքերը, մեր շուշաբանդները ձևավորում են մեր մտածողության ձևը։ Եվ սրանք շատ խորքային փոփոխություններ են եւ այդ փոփոխությունները պետք է մենք տեսնենք, գնահատենք, ուսումնասիրենք։